Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք հավով շատ համեղ ճաշատեսակ, որը շատ հատուկ է, իր սոսը շատ հատուկ է, արագ է պատրաստվում, մի քիչ չերոցում ամնում ու հետո ստանում ենք համով հյութալի եւ մի քիչ թթվաշ հավով ուտեստ։ Ես այսօր օգտագործելու եմ զանգեզուրի հավի բտիկները։ Իրականում դուք կարող եք կամ բտիկ օգտագործել, կամ կարող եք ավելի մանր թևիկները օգտագործել, եթե ուզում եք ավելի մեծ բուդեր օգտագործել, նոր են կարելի է, բայց դե ըստ ձեր չափին, հավի չափին, ավելի երկար պետք է մնա չերոցում, եթե ավելի մեծ է, կամ եթե ավելի փոքր է, ավելի քիչ։ Ես դենց միջինն եմ որոշել, դրա համար հավի բուտիկով եմ պատրաստում։ Իսկ իհարկե զանգեզուր ենք մենք օգտագործում, մեր սիրելի կորձընկերը, որը հատուկ էկոլոգիապես մաքուր պատրաստվում է հավերը, հանգիստ մեր երեխաներին էլ կարող ենք կերակրել եւ մենք ուտել համով, հոտով եւ մաքուր եւ բնական։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 1 կիլո հավի բտիկներ, մի փունջ համեմ, 2 հատ գիդրոն, 5-ից 6 բջեղ սխտոր, 2 ճաշի գդալ կարակ, 2 ճաշի գդալ ալյուր։ Համեմունքներից օգտագործելու ենք ա, սև բղբեղ եւ համեմի սերմի փոշի։ Օգտագործելու ենք 2 բաժակ ջուր եւ իհարկե ծիրաբդղից հետ։ Դե ինձ սիրելիներս, հավերը ավելացնում եմ։ Մի քիչ ավելացնում ենք աղ, սև բղբեղ, եւ համեմի սերմի փոշի։ Մի հատ լավ խառնում եմ ու հետո կավելացնեմ ծիրաբդղից հետ։ Եվ բոլոր հավերը պատում ենք այս համեմունքներով, որպեսզի ուղարկենք չերոց, մի քիչ կարմրի ու հետո այդ հատուկ սոսը անենք ու ավելացնենք իրա վրա։ Հիմա քիչիկ ուզում եմ դենց թանագով հավերը ծակեմ, որպեսզի այդ համեմունքը ներսերը գնա։ Չնայած մենք հիմա իրեն ուղղակի մի քիչ կարմրացնելու ենք, բայց ես ուզում եմ այդ համերը մտնեմ մինչև վերջ։ Ուպս։ Okay. Այստեղ երկաթի վրա պետք է շարենք։ Եվ ուղարկենք չերոց։ Ուղարկենք չերոց ու շարունակենք։ Մեր կարակը արդեն հալել է։ Ուրեմն, որտեղից ենք սկսում։ Այստեղ մի հատ վերցնում ենք մեր սպաթուլան կամ գդալը։ Այստեղ ունենք համեմ, այս համեմները պետք է գտրատենք, կարող ենք բոլորը վերցնել ու գտրատել։ Շատ մանր չէ, միջակել կարելի է, որովհետև ինքը արդեն, երբ որ հյութի վրա է ավելանում, ինքը արդեն ավելի մանր է դառնում, իջնում է, իրա վոլյումը, այսինքն իրա մեծությունը։ Ուրեմն, սկզբում ավելացում ենք կարակը։ Ես կարակը արդեն հալեցրել էի։ Իրա վրա ավելացնելու ենք սխտորը։ Սխտորը այս ճաշին շատ կարևոր է։ Եթե չեք սիրի սխտոր, կարող եք ավելի քիչ տնել, բայց որ հետ չի տնեք, տենց չէ որ շատ համով կլինի, քան որ այս ճաշի այդ կոմբինացիան կամ այդ համադրությունը սխտորին կանաչ համեմին
եւ չորացած համեմին եւ լիմոնի հյութին համադրությունն է հավին հետ։ Այսինքն այդ երեքն է այդ հավը դարձնում է իդեալական։ Ավելացնում ենք սխտորները ու արդեն կշարունակենք։ Իսկ ես ինչի հավերը ուղարկեցի չերոց, որովհետեւ ես ուզում եմ իրանց կարմրին ու հետո երբ որ պատրաստվի մեր սոսը, իրա վրա ավելացնելու եմ ու տենց պայրեքսով ուղարկելու եմ կամ ամանով ուղարկելու եմ չերոց։ Բայց մինչ այդ ես կուզենայի հավը լիներ կարմիր։ Այսինքն ես միանգամից եթե ավելացնեի սոսը վրան, տենց համով չէր լինի։ Սխտորը ավելացրել ենք, կարակի հետ միած սոթե ենք անում, բայց չենք թողի որ վարվի, ու հետո արդեն ավելացնելու ենք փոշի կզբարան կամ փոշի համեմի սերմա, կզբարան սպուրգայերն են օգտագործում, քանի որ ինքը իրականում արաբերեն է, կզբարափարը, այսինքն արաբերեն համեմին ասում են կզբարա։ Ստեղ լիմոնները պատրաստում ենք, որպեսզի քամենք։ Մի հատ սոթե է լինում, կարակը սխտորիա, դե արդեն մի հատ սենց համով անուշ փույր է լինում խոհանոցում, զգում եք, որ արդեն իրար հետ լավ ամուսնացել են, շարունակում ենք մնացած պաղաթիչները ավելացնել։ Արդեն փոշի կզբարան եմ ավելացնում, մի հատ խառնում եմ, ու հետո մարանիկից իհարկե սև բաբեղ և աղ։ Այս ամենը խառնում եմ մի հատ ու ավելացնում եմ ալյուրը, բայց ալյուրից առաջ ավելացնում ենք համեմը։ Իսկ այս սոսի անունը սոս պրովենսալ է։ Ընդհանրապես սոս պրովենսալը պատրաստվում է սխտորով, կանաչ համեմով կամ եւ չոր համեմով, լիմոնով եւ մի քիչ ալյուրով։ Ինքը շատ համով է։ Ընդհանրապես ուտում են հավի հետ, ընդհանրապես ուտում են քորդի հետ եւ ընդհանրապես ուտում են կարտոֆիլի հետ։ Այս երեքի հետ շատ լավ է սազում։ Այսինքն այսօր եթե սովորեք այս պրովենսալ սոսը պատրաստել, կարող եք առանցին էլ պատրաստել։ Ավելացնում եմ ալյուրը։ Մի հատ լավ խառնում եմ, հավաքում եմ այս ամեն համերը, մի քիչ սոթե եմ անելու ալյուրով կամ ալյուրի ներկայությամբ, այսպես, ու հետո արդեն ավելացում ենք մեր սիլի ջուրը։ Հիմա բոլոր համերը արդեն բացվում են ու մենք ստանում ենք այսպիսի բեժ գույնի սոս։ Էդի հաշվուն, կարակի հաշվուն, ալյուրի հաշվին եւ սխտորի հաշվին է։ Շատ երկար չենք կարա թողենք, որովհետեւ արդեն ինքը շուտ ամրանում է։ Այս ջուրը մի հատ էլ ավելացնեմ։ Ուրեմն, միջև արդեն սոսը ամրանա, մենք պետք է ավելացնենք լիմոնը։ Իսկ լիմոնը կարող եք կամ գիդրոնը կարող եք 1 հատ կամ 2 հատ ավելացնել։ Ես մի քիչ այս ճաշ թթվաշ եմ սիրում, սենց հավերը պետքա դենց այդ թթվաշությունը իր հետ շատ ասազում, պետքա լավ թթու լինի։ Իսկ եթե շատ թթվաշ չեք սիրի, կարող եք 1 լիմոն դնել։ Այսպիսով, այս հեշտ պատրաստվող սոսը անում ենք, իսկ հավի հետ իրականում սեղանի վրա կարող ենք եւ քինի դնել։ Մենք կարող ենք քարե քինի դնել եւ վայելել այս համով հավը եւ իդեալական երեկո կստանանք մեր ընտանիքի հետ։ Մենք օրինակ մեր գործընկերների հետ կարող է եւ դուն եկնամ մի հատ էլ դունը պատրաստեմ, որովհետեւ երեխեքներն են սիրում այս ճաշը։ Իսկ չերոցում արդեն մեր հավերը կարմուրում են։ Իդեպ շատ մարդիկ հավը ֆրայ են անում, այսինքն տապակում են, բայց ես սիրում եմ չերոցում իրեն կարմրացնել, որովհետեւ հետո արդեն ինքը սոսով է լինելու, որպեսզի ավելի թեթև լինի։ Բայց եթե օրինակ դուք կուզեք տապակել, կարող եք տապակել։ Բայց եթե վերջում ստանալու ենք համով, ինչի՞ չէ, չերոցում անենք ավելի healthy տարբերակ, այսինքն ավելի առողջարար։ Ինչևէ, կանքի հետ մեր սոսին, մի քիչ էլ եմ ավելացնում սև բաղբեղ։
մի քիչ էլ եմ աղ ավելացնում, իրականում աղը այս տեսակ ուտելիքներում մի քիչ ավելի հստակ է լինում, քանի որ դու պետք է հաշիվ առնես, որ այդ հավը պետք է այդ ամեն սոսը վերցնի։ Հիմա ես ավելացնում եմ լիմոնի հյութը ու լավ խառնում եմ։ Տենց եմ խառնում, որ այդ ամեն համերը իրար հետ բլենդ արվի։ Տեսակ սոսի գույնը ինչքան հետաքրքիր է։ Ինձ համայնման գքրեք, եթե հավանել եք այս սոսը ու պատրաստել եք ինչ-որ ուրիշ ուտելիքների հետ եք պատրաստել գերել եւ շատ եք հավանել։ Ես ուրախանում եմ, երբ որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից կամ օգտագործում եք։ Առաջ որ տնենք մեր հավերը եւ սոսը, այստեղ մեկ հատ մաքրենք, գնանք օջարվենք, մեր ամանները լվանանք սավայով ու հետ վերադառնանք, որովհետեւ սավան շատ լավ է մաքրում եւ շատ լավ է փայլացնում։ Գնացինք։ Դե ինձ սիրելիներս, հիմա գնամ հավերը բերեմ, ավելացնեմ մեր բայրեքսի կամ չերոցի ամանի վրա եւ վրան սոս ավելացեմ ու ուղարկենք չերոց։ Այս հավերը ավելացնում եմ, որպեսզի ավելացնենք իր վրա սոսը ու հետո ուղարկենք չերոց ու արդեն ստանանք մի հետաքրքիր համադրություն։ Այս պրովենցալ սոսը շատ է սիրում հավը, անպայման պատրաստեք։ Իսկ հիմա, քանի որ սոսն եմ ավելացնելու, հիշում եք, մի քիչ առաջ ձագձգեցի, հիմա այդ ձագձգելը պետք է ավելացնեմ ու որպեսզի այդ սոսը սենց մեջը կաշի։ Դրա համար մեզ պետք է մի հատ պատարակախ, այսպես։ Տենց ես մոդիկից նկարում եմ, որ դուք տեսնեք։ Ու որովհետև ինքը ավելի տենց գիսա եփած է, ավելի փափուկ է, մեզ թողում է, որ այն ձագերը լավ ձագենք։ Միշտ հավ պատրաստած ժամանակից տենց արեք, որովհետև հավը, երբ որ համեմունքները մեջն է մտնում, շատ ավելի համով է լինում։ Այս ցայնի հետ չգիտեմ, եթե ցայնս լսվում է կամ չէ, բայց եթե չհասկացաք, ասեք կասեմ։ Կարաք մեր YouTube-յան ալիքին գրեք։ Ասեք շաղից չհասկացանք, մի հատ էլ կասես կամ կգրենք ցեզի կպատասխանենք։ YouTube-յան ալիքը, եթե չեք բաժանորդագրվել, կարող եք բաժանորդագրվել։ Արդեն մենք 11000, 12000 բաժանորդ ունենք նոր։ Գնացինք։ Բակա, բակա հավիկներ, բակա։ Տողելու ենք չերոցում մոտավոր 30 րոպե, լավ եփի, սոսը արդեն մի քիչ ավելի թանձրանա ու մեջը հավին եփի, կարող ենք վերջի դից մի քանի րոպեն ավելի կարմրացնել։ Իսկ հիմա համով սուրճ ենք խմում, որովհետև ունենք ժամանակ, իսկ եթե սուրճ, ապա սվիթնելա հետը վայելենք, պաստեղ եւ սջուղ։ Մեր հավիկները պատրաստ են, գնանք բերենք չերոցից։ Պահ, նայեք էլ է ինչա։ Դե ինձ սիրելիներս գրեթե պատրաստ են, կարող ենք անուշիկ բնակի վրա թնել, որպեսզի մատուցել եւ համդեսենք իհարկե։ Որ իմանաք հոտը, ես չեմ գիտեր, այսինքն հիմա կվազեք
կգնաք շուկայից կամ նույնիսկ Զանգեզուրի խանութից կվերցնեք հավերը եւ գոքակ կպատրաստեք։ Ովքեր որ ինձ շուտվանից են հետևում, գիտեն որ ես ընդհանրապես համեմի սերմը շատ չեմ սիրում, բայց սիրում եմ իրա դեղին։ Հիմա այս ճաշի մեջ ինքը իրա դեղին է։ Այսինքն առանց դրան չէր լինի։ Մի հատ գտալով ավելացում եմ սոսերը։ Եվ այսպես կտնեք։ Ավելացում եմ տենց 2 հատ լիմոնի շերտ։ Եվ վուալա, պատրաստ է մեր այսօրվա ճաշադեսակ։ Ուդում ենք։ Մատե սոսից։ Կարող եք ոտքի կանգնել եւ ձապարել։ Ինչու՞ չեք կանգնում։ Շատ համով։ Եթե այսօր չպատրաստեք, անպայման վաղը կպատրաստեք, քանի որ իդեալական համով է։ Դուք էլ վայելեք այս համերը եւ կարող եք նայել վաղը նորեն մեծի ժամը 9-ին եւ ժամը 17:00 Կետրոն TV-ի եթերում։ Ու չեք մոռանա Համի Կախնիկ էջերը Facebook եւ Instagram եւ մեր YouTube-յան ալիքին բաժանորդակրվել, քանի որ այնտեղ բաց չթողնի ոչ մի բաղադրատոմս եւ ոչ մի հաղորդում։ Ցտեսություն։